Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Մոտեցումը չի, մեր բոլոր տարբեր չափի դպրոցները ունեն լայն միջանցքներ, լավ լուսավորություն, սա թե էներգախնայող մոտեցում է, լուսավորությունը նույն միացնելու, գիտեք, որ ցերեկային լուսավորությունը կան բազմաթիվ հետազոտություններ, նպաստում է, որ երեխաները ավելի լավ սովորեն եւ բնական լույսը այդ իմաստով շատ կարեւոր է։ Այո, պատկանները ծածկում եք այս անհրաժեշտ։ Այստեղ հանդիսությունների սրահն է, սա էլ պարտադիր մաս է, որ մենք ունենք բոլոր դպրոցներում, իհարկե կախված դպրոցի հզորությունից դահլիճի չափերը տարբերվում են, այստեղ մեծ դպրոցում ենք, հանդիսությունների սրահն էլ բավականին մեծ է, տեսնում եք, բայց բոլոր դպրոցները ունեն նման միջավայր, բեմահարթակ, որտեղ երեխաները նաև ստեղծագործում են։ Ձեր ուշադրությունն եմ ուզում հրավիրել նաև, որ մատչելիության հարցերը կարգավորված են նաև բեմի մասում եւ դուք տեսնում եք, որ եթե մենք ունենանք հենաշարժողական խնդիրներ ունեցող որևէ քաղաքացի, կապ չունի սովորող, ուսուցիչ, ուղղակի այցելու, որ որևէ միջոցառման եկել է, ուրեմն այս հարթակը հնարավորություն է տալիս, այո, որ մեր հենաշարժողական խնդիր ունեցող եւ այստեղ ներկա մարդիկ էլ բեմը իրենց համար հասանելի լինի։ Այստեղ մնացած ամենը ինչ որ դուք տեսնում եք ստանդարտացված է, այսինքն օրինակ աթոռները, օրինակ այն կահավորումը, որը որևէ տեղ կտեսնեք, դա ստանդարտ գույք է, որը տրամադրվում է բոլոր դպրոցներում։ Մենք այս տարի վերջին դասին ունեցել ենք նման աշակերտ տնային ուսուցման, ով բեմ է բարձրացել օգտվելով հարթակից արդեն։ Իսկ դա կիրառել ենք նաև այս տարի։ Այլակով էր ձեռքբերություններին եմ մասնակցել, էլ չունենք դեռ այս պահին, ունենք այն խնդիրներ ունեցող երեխաների, եւ քանի որ համընդհանուր ներառական կրթություն ենք իրականացնում, իրենց համար կայև առանձին տարածքներ եւ իրենք հնարավորինս ներգրավված են ընդհանուր դասապրոցեսում։ Գնում ենք այսպես Դե ուրեմն փոխանցենք։ Սա երեք վերելակներից մեկն է, աշխատում է։ Արգելի լրագրողներ, ես խոսում էի, որ դպրոցները պարտադիր ունեն նաև վերելակներ, այստեղ տեսնում եք, մեծ դպրոց է, մի քանի վերելակ ունի, սա 3 վերելակներից մեկն է եւ հիմա իհարկե մենք կառաջարկեմ չօգտվել բոլորով վերելակից, ովքեր որ կուզեն, իրենք կարող են, իհարկե մենք շարունակենք մարտադաշտը։ Սա բացօթյա մարզահրապարակ է, իհարկե հիմա ձնացած կույթը թույլ չի տալիս տեսնել, բայց ես կուզեմ հատուկ ընդգծել, որ բացօթյա մարզահրապարակներն էլ մեզ համար դպրոցաշինության կարևոր բաղադրիչ են, որտեղ ֆիզկուլտուրայի դասերը հատկապես երբ որ եղանակային պայմանները թույլ են տալիս, խորհուրդ է տրվում նաև անել բացօթյա ամեն իմաստով եւ այդ իմաստով նաև հնարավորություններ են ստեղծվում։ Հավելեմ, որ մենք ծածկույթը ռետին է հաստ որակյալ, ուստի դրա համար չենք մաքրում, որ չվնասենք, սպասում ենք ձյունահալի։ Ուրեմն դաշտի վերջում ունենք մասնագիտացված գեղեցիկ վազքուղի,
ինչպես միջազգային մարզադաշտերում է, իսկ վերջում ունենք պարկուրի գոտին, որտեղ մի հատ էլ պետքա լավ եղանակի գաք, որ այդ ամենը ոչ միայն լսեք, այլ նաև տեսնեք։ մենք չենք հրավիրում, որովհետև մենք միշտ բաց ենք, համեցեք յուրաքանչյուր օր։ Այո, համերցարանները Հարգելի իրավունքներ, չգիտեմ դեզից քանիս են հիշում իրենց սեփական գործական մանրությունը եւ արդյոք ինչպիսին էին մարզադահլիճներին հարակից հանդերձարանները։ Մենք կարևորում ենք, որ մեր երեխաները ունենան բոլոր պայմանները, այստեղ կան թե ցնցուղներ, թե սանհանգույցներ, հանդերձարանները կահավորված են առանձին տղաների համար, առանձին աղջիկների համար եւ հանդերձարանից այնուհետեւ մուտք է դեպի մարզադահլիճ։ Ես քշեցի, որ այս դպրոցը մեր ամենամեծ տիպային դպրոցն է, այստեղ մենք ունենք 2 մարզադահլիճ։ Հիմա գտնվում ենք մեծերի մարզադահլիճում, պատից կողմ փոքրերինն է։ տարրական դասարանների համար առանձին մարզադահլիճ կա, որպեսզի թե տեխնիկապես հնարավոր լինի ֆիզկուլտուրա դասը անցկացնել, որտեղ երեխաների թիվը մեծ է, եւ թե նաեւ յուրաքանչյուր տարիքային խումբ ունենա իր հարմար պայմանները։ Այստեղ դուք տեսնում եք նաև մարզական գույքը, որը տրամադրվում է նորակառույց դպրոցներին եւ ապահովում է պատշաճ պայմաններ այս ուրեմն կարևոր առարկան անցկացնելու եւ ոչ միայն, որովհետեւ այստեղ հնարավոր է ոչ միայն ֆիզկուլտուրա առարկայի դասերը անցկացնել, այլև մենք խրախուսում ենք, որ այստեղ գործեն տարբեր խմբակներ։ Վոլեյբոլի, բասկետբոլի, կարող են լինել նաև կախված մարզադահլիճի չափից եւ հնարավոր գծանշումներից այլ մարզաձևեր, ու ուզում եմ ձեզ հիշեցնել, այդ մասին իհարկե խոսենք, որ մենք այս տարի առաջին անգամ կազմակերպեցինք բասկետբոլի լիգան եւ վոլեյբոլի լիգան դպրոցականների շրջանում եւ ես շատ ուրախ եմ, որ մեծ թվով մասնակցություն ունեցանք եւ մենք առանձնահատուկ ուշադիր ենք, որ մեր բոլոր նորակառույց դպրոցները պարտադիր մասնակցեն այդ մրցաշարերին, որովհետև բոլոր պայմանները ստեղծված են, որպեսզի երեխաները իսկապես ակտիվ զբաղվեն սպորտով։ Այնպես որ մենք ունենք սպասում հիմա ենք նոր բասկետբոլի արդյունքների։ խմբակ փոքրերի համար, փոքրուց դաստիարակում ենք թիմ, որը նաև մինչև Եվրոպա կհասնի։ Ունենք վոլեյբոլի խմբակ, հիմա բանակցեցինք եւ ունենալու ենք բադմինտոնի խմբակ, ֆեդերացիայի հետ միասին էլի փոքրիկներին դաստիարակելու ենք մեծ սպորտսմեններ եւ ցանկանում ենք բերել սուսերամարտ եւ հանդբոլ, այսինքն ավելի հազվագյուտ սպորտի տեսակներ, որովհետեւ նաև հարցումների արդյունքում մենք նաև դա անում ենք աշակերտների ցանկությամբ։ Էսի մեր զանգնա, բայց ինքը ուրիշ է, հիմա կլսեք, որ չխանգարի էլի մեզ։ Զանգը տարբեր եղանակներով է, դրանք նաև թեմատիկ են լինում, օրինակ Արնո Բաբաջանյանի, Շարլ Ազնավուրի ծնունդին նվիրված, մեկ շաբաթ հնչում է կամ Կոմիտասի Արամ Խաչատրյան եւ տարբեր երաժշտություններ նաև աշակերտների ցանկությամբ, բայց որակյալ, որը նաև մշակույթ է զարգացնում եւ ճաշակ, եւ օրինակ այս երաժշտությունը աշակերտների ցանկությամբ է հնչում։ Օրվա տարբեր, այո։ Դժվարություններ հաղթահարելու մասին է, դպրոցն էլ դրա մասին է։ Հիմա զանգը հնչում է, երեխաները ավարտում են դասերը, մենք էլ գնանք ոնց որ թե ասուլիսի, էլի տեղ ունենք մտնելու, պարոն տնօրեն, էլի տեղ ունենք մտնելու, գրադարանը կողքն է, գրադարան մտնենք եւ արդեն անցնենք հարցերին։ Սա ուսուցիչների սենյակն է, ֆիզկուլտուրայի առանձին սանհանգույցով կրկին, այսինքն բոլոր պայմանները կան ուսուցիչների գտնվեն, սա մեր գրադարան տեղեկատվական կենտրոնն է, համեցին։ Հարգելի լրագրողներ, մենք շատ կարևորում ենք եւ դուք ավելի այսպես ճկուն գույք, որը հնարավոր է հեշտ տեղաշարժել, վերադասավորել եւ այստեղ մենք նպատակ ունենք գրադարանները զարգացնել նաեւ որպես ռեսուրս կենտրոններ, որպես միջավայրեր, որտեղ երեխաները կուզենան գալ Եվ ասեմ, որ մեր վերջին որոշումն է, այդ թվում հրատարակչության ոլորտի հետ մեր գործընկերների քննարկումով, որ բացի գրադարակներից եւ այլ գույքից, որ տրամադրում ենք, այսուհետ մենք բոլոր դպրոցներին տրամադրելու ենք նաեւ նոր գրքեր։ Եվ ավելին գրքերի տրամադրումը դպրոցներին դառնալու է դպրոցների ֆինանսավորման ծրագրի մի մասը եւ նրանք յուրաքանչյուր տարի կունենան հնարավորություն նոր գրքեր ձեռք բերել գրադարանի համար, սա
շատ կարևոր ենք համարում, որտեղ իրականում ընթերցանության խրախուսումը ոչ միայն գրականության դասավանդման եւ դրա որակի բարձրացմանն է միտված, այլ ընթերցանության հմտությունների զարգացումը թույլ է տալիս նկատել, որ բարձրանում է երեխաների առաջադիմությունը բոլոր առարկաներից։ Այսինքն, եթե երեխաները կարդում են, տեքստը ընկալում են, կարողանում են վերլուծել, զարգացնում են այդ հմտությունները, դա միանշանակ բերում է նաև ավելի ուրեմն մեծ արդյունքների մնացած բոլոր բնագավառներում։ Եվ այստեղ է տեսնում եք, որ այդ պայմանները ստեղծված են, նոր գրքերն էլ կստանան եւ կարծում եմ ավելի ժամանակակից գրականություն, թե նոր տպագրված։ Իհարկե այդ բոլոր գրքերը պետք է երաշխավորված լինեն կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից, այստեղ կարող է լինել ինչպես դասական գրականության նմուշներ, այնպես էլ ժամանակակից գրականություն։ Մենք խրախուսում ենք, որ մեր ուսուցիչները լինեն ստեղծագործ եւ կախված թեմայից եւ կախված այն խնդրից, որը ուզում են լուծել, երաշխավորված գրքերի տրամաբանության մեջ կարողանան տարբեր հեղինակներ վերցնել։ Գիտեք, որ այս տարվանից էլ նոր չափորոշիչի շրջանակներում գրականություն առարկայի քննությունը 9-րդ դասարանում փոխվում է եւ մենք էսսեի ձևաչափով ենք աշխատելու, որպեսզի երեխաները հանձնեն քննությունը, ընդ որում համադրված պատմության հետ, ու կարծում եմ, որ այստեղ գրադարանը ստանում է նոր դեր։